Ողջույն, եկեք կառուցենք միասին կվարտակվինտային շրջանը, սկզբից դիեզավոր տոնայնությունների համար, հետո բեմոլավոր տոնայնությունների համար, իսկ վերջում կպարզենք, թե ինչու է մեր շրջանը կոչվում կվարտակվինտային։ Կվինտային շրջան կառուցելու համար մենք վերցնում ենք առաջին օկտավայի տոն եւ կառուցում ենք կվինտավերև։ Կվինտան 5-րդ ինտերվալն է, որ ունի 3.5 տոն։ 1, 2, 3, 4, 5 ստացվեց կվինտա։ 1 տոն, 2 տոն, 2.5 տոն, 3.5 տոն։ Այո, սոլը ստացվում է մաքուր կվինտա։ Առաջին մեր կվինտան սոլ նոտան է։ Ուրեմն մենք գտնվում ենք սոլ մաժորում, որը կունենա մեկ նշան, ֆա դիեզ։ Եկեք գրենք այդ մեր շրջանը։ Դո մաժոր, դո մաժոր։ Դո մաժորը նշան չունի, ինչպես հիշում եք, հաջորդ տոնայնությունը կունենա 1 դիեզ, դա սոլ մաժորն է։ Ռուսերեն գրեցի, կներեք, սոլ մաժորն է, որ ունի 1 դիեզ, ֆա դիեզ, սոլ նոտայից կառուցում ենք կվինտավերև, 5 աստիճան 3.5 տոն, 1, 2, 3, 4, 5, 5 աստիճան 3.5 տոն, 1 տոն, 2 տոն, 2.5 տոն և 3.5 տոն, ստացվեց ռե նոտան, ռե մաժորը, այսինքն կունենա 2 նշան, ֆա դիեզ արդեն ունենք և երկրորդ դիեզը կլինի դո դիեզը, ռե նոտայից կես տոն ներքև կլինի հաջորդ նշանը, դո դիեզը, ուրեմն 2 դիեզ ունի մեր սոլից ուղորդենք ռե մաժորը, ռե մաժորը, խնդրեմ, երկրորդ դիեզը ռեից կես տոն ներքև ստացվում է դո դիեզ, տեսնենք, որն է մեր ռեից կվինտավերև հաջորդ տոնայնությունը, որը կունենա 3 դիեզ, տեսնենք, 2.5 տոն, 3.5 տոն, մաքուր կվինտա է, ուրեմն, լա մաժորը կունենա 3 դիեզ, ավելացնում ենք սոլ դիեզը, լա մաժորը ունի 3 դիեզ, եկեք տեսնենք 4 դիեզ, որ տոնայնությունը ունի, կվինտավերև են կառուցում, կվինտա մաքուր կվինտավեր են կառուցում, և տեսնում եք 4 դիեզ, որ տոնայնությունն ունի, ուրեմն, լա նոտայից կվինտավերև, 1, 2, 3, 4, 5, տոն 1.5 տոն, 2.5 տոն և 3.5 տոն, ստացվում է մաքուր կվինտա, մի մաժորը կունենա 4 դիեզ և ավելանում է 4-րդ դիեզը ռե դիեզը, միից կես տոն ներքև, ուրեմն մի մաժորը կունենա 4 դիեզ, մի մաժորը կունենա 4 դիեզ, ֆա դիեզ, դո դիեզ, սոլ դիեզ, ռե, հիշում եք, լայից կես տոն ներքև սոլ դիեզ, միից կես տոն ներքև ռե դիեզ, մի նոտայից կառուցում ենք մաքուր կվինտավերև, 1, 2, 3, 4, 5, սի նոտան է ստացվում, կիսատոն, 1.5 տոն, 2.5 տոն, 3.5 տոն, մաքուր կվինտա է, ուրեմն սի մաժորը կունենա 5 դիեզ, իսկ 5-րդ դիեզը լա դիեզն է, սի նոտայից կես տոն ներքև, ուրեմն հաջորդ տոնայնությունը սի դիեզն է, որ ունի կվինտավերև, որ կառուցում է, ստացվում է 5 դիեզ, 5 դիեզ ունի, սի մաժորը, իսկ սի մաժորից, որ կառուցենք կվինտավերև, կստացվի 6 դիեզանոց տոնայնությունը և կհասկանանք, որ տոնայնություն ունի 6 դիեզ,
Սի նոտայից կառուցում ենք կվինտա վերև։ 5 աստիճան 1 2 3 4 5 ստացվում է ֆա, բայց արդյոք ֆան է։ Տոներով հաշվենք կիսատոն, 1.5 տոն, 2.5 տոն, 3 տոն։ Իսկ մաքուր կվինտայի մեջ, ինչպես հիշում եք, 3.5 տոն կա։ Կիսատոն էլ ավելացնում ենք, ստացվում է ֆա դիեզ, որ լինի մաքուր կվինտա։ Ուրեմն ֆա դիեզ մաժորը կունենա 6 դիեզ։ Իսկ 6-րդ դիեզը գիտեք որն է։ Կեստոն ներքև, ստացվում է մի դիեզ։ Ֆա դիեզից կեստոն ներքև մի դիեզն է։ Ուրեմն ավելացնում ենք մի դիեզը։ Ֆա դիեզ 6 դիեզ ունի ֆիս դուր։ Ֆա դիեզ մաժորը։ Ֆա դիեզ մաժորը։ Ֆա դիեզ մաժորն էլ կունենա 6 դիեզ։ Ֆա դո սոլ ռե։ Հիշում եք սից կեստոն ներքև ստացվում է լա։ Ֆայից կեստոն ներքև ստացվում է մի։ Եկեք տեսնենք 7 դիեզ, որ տոնայնությունը ունի։ 7 դիեզ։ Ուրեմն ֆա դիեզից կառուցում ենք մաքուր կվինտա։ 1 2 3 4 5 3.5 տոն պետք է ունենա 1 տոն, 2 տոն, 2.5 տոն, 3.5 տոն։ Ուրեմն ստացվեց դո դիեզ։ Եթե դժվարանում եք այսպես հաշվել, ուղղակի կեստ ներքև իջեք, նույն ինտերվալը։ Մաքուր կվինտան։ Ուրեմն դո դիեզ մաժորը ունի 7 դիեզ։ 7-րդ դիեզը նայեք որն է, սի դիեզը, սի դիեզ։ Ուրեմն ունի 7 դիեզ, վերջի դիեզը սի դիեզն է։ Գիտենք, որ սի դիեզն է, ֆա դո սոլ ռե լա մի սի, ուրեմն ցիս դուր դո դիեզ մաժոր, դո դիեզ մաժոր։ Հիմա եկեք արագ գտնենք նրան զուգահեռ տոնայնությունները։ Դո մաժորը նշան չունի, նրա զուգահեռ տոնայնությունը կլինի 1.5 տոն ներքև կամ փոքր տերցիան ներքև։ Փոքր տերցիան վիզուալ շատ հեշտ է գտնել։ Եթե 1 սև ստեղ կա, ուրեմն դա փոքր տերցիա է։ Կարող ենք այդպես գտնել, կամ 1.5 տոն, կես տոն, 1 տոն, ուրեմն 1.5 տոն։ Լա մինորն է ստացվում, լա մինորը կրկին նշան չունի։ Սոլ մաժորի զուգահեռ տոնայնությունը նայեք 1 սև ստեղ կա։ Ուրեմն մի մինորն է։ Ռե մաժորի զուգահեռ տոնայնությունը սի մինորն է, 2 դիեզ կունենա, ինչպես ռե մաժորը։ Եվ այդպես շարունակ, օրինակ լա մաժորի զուգահեռ տոնայնությունը կլինի ֆա դիեզ մինոր, 1 տոն, 1.5 տոն, ուրեմն ֆա դիեզ մինորն է։ 1.5 տոն ներքև եք կառուցում եւ ստանում եք նրանց զուգահեռ տոնայնությունները։ Պարզապես ես չգրեցի, որպեսզի տեղավորեմ այս ամենը, այնպես որ եթե ուզում եք զուգահեռ տոնայնություններ գտնեք, ընդամենը 1.5 տոն ներքև եք կառուցում։ Ֆա, դո, սոլ, ռե, լա, մի, սի։ Սրանք մեր դիեզավոր տոնայնությունների նշաններն են։ Ցանկալի է նշանների հաջորդականությունները սովորել անգիր։ Օրինակ սոլ մաժոր ունի մեկ նշան, ֆա դիեզ։ Դո դիեզից կեստոն վերև ստացվում է ռե նոտան, ուրեմն ռե մաժորն էլ կունենա այս երկու դիեզները, ֆա դիեզ եւ դո դիեզ։ Սոլ դիեզից կեստոն վերև ստացվում է լա նոտան, ուրեմն լա մաժորն էլ կունենա այս 3 դիեզները։ Ռե նոտայից կեստոն վերև ստացվում է մի նոտան, ուրեմն մի մաժորը կունենա այս 4 դիեզները, ֆա դիեզ, դո դիեզ, սոլ դիեզ, ռե դիեզ։ Լա դիեզից կեստոն վերև ստացվում է սի նոտան, սի մաժորը կունենա 5 դիեզ, ֆա դիեզ, դո դիեզ, սոլ դիեզ, ռե դիեզ, լա դիեզ։ Մի դիեզից կեստոն վերև ստացվում է ֆա դիեզ մաժոր, ուրեմն ֆա դիեզ մաժորն էլ կունենա 6 դիեզ, ֆա դիեզ, դո դիեզ, սոլ դիեզ, ռե դիեզ, լա դիեզ, մի դիեզ։ Սի դիեզից կեստոն վերև ստացվում է դո դիեզ մաժորն էլ կունենա այս 7 դիեզները։ Հիմա եկեք բեմոլավոր տոնայնությունները կառուցենք, վերցնում ենք կրկին դո նոտան եւ կվինտան կառուցում ենք դեպի ներքև։ 1 2 3 4 5 Ստացվեց ֆա նոտան, պետք է ունենա 3.5 տոն։
կես տոն, 1.5 տոն, 2.5 տոն, 3.5 տոն, ուրեմն ֆա նոտան է։ Իսկ ինչ նշան ունի ֆա մաժորը, դո նոտայի ամենամոտ բեմոլը սի բեմոլն է։ Ուրեմն ֆա մաժորը կունենա սի բեմոլ, մեկ նշան։ Ուրեմն մեր դո մաժորը նշան չունի, C դուր, գիտեք, նշան չունի։ 0. Առաջին բեմոլավոր նշանը ֆա մաժորն է, որ ունի 1 բեմոլ։ Եկեք տեսնենք, եկեք այստեղ գրենք 1 բեմոլ։ Հիմա տեսնենք 2 բեմոլ, որ տունայնությունն ունի։ Ֆա նոտայից կառուցում ենք կվինտա ներքև։ 1, 2, 3, 4, 5, սին է ստացվում, բայց արդյոք 3.5 տոն կա։ Կես տոն, 1.5 տոն, 2.5 տոն, 3 տոն։ Սա եռատոն է։ Ուրեմն 3.5 տոն, սի բեմոլ է ստացվում։ Սի բեմոլ մաժորը կունենա 2 բեմոլ, սի բեմոլ եւ հաջորդ բեմոլը, նայեք, ֆայից մենք սկսեցինք կառուցել, ուրեմն հաջորդ բեմոլը ֆային մոտիկ ամենամոտ բեմոլն է։ Ուրեմն մի բեմոլ, սի բեմոլ եւ մի բեմոլ։ Գրենք, որ տոնայնություն ունի 2 բեմոլ։ Սի բեմոլ մաժորը կունենա 2 բեմոլ։ Սի բեմոլ մաժորը ունի 2 բեմոլ։ Կառուցենք կվինտա ներքև եւ տեսնենք 3 բեմոլ, որ տունայնությունն ունի։ Ուրեմն սի բեմոլից կառուցում ենք կվինտա ներքև։ Հիշեցնեմ, որ սի բեմոլի ամենամոտ բեմոլը որն է։ Լա բեմոլը։ Ուրեմն երրորդ բեմոլը կլինի լա բեմոլ, սի բեմոլ, մի բեմոլ եւ լա բեմոլ։ Հաջորդ տոնայնությունը, որ 3 բեմոլ պետք է ունենա, երրորդ բեմոլը, որ կավելանա, սի բեմոլ մաժորից ամենամոտ բեմոլն է, լա բեմոլը։ Ուրեմն 1 կվինտա ներքև ենք կառուցում։ 1, 2, 3, 4, 5։ Ստացվեց մի բեմոլ։ 1 տոն, 2 տոն, 2.5 տոն, 3.5 տոն։ Ուրեմն մի բեմոլ մաժորն է, ունենա 3 բեմոլ, սի բեմոլ, մի բեմոլ եւ լա բեմոլ։ Ահա, 3 բեմոլ ունի մի բեմոլ մաժորը։ Mi bemol major. Mi bemol majoră. Si mi. Si bemol, mi bemol, la bemol. Si bemol, mi bemol, la bemol. Ահա, եկեք մի բեմոլ մաժորից է կվինտա ներքև կառուցենք, տեսնենք, որ տոնայնությունը կստացվի, որը կունենա 4 բեմոլ։ Եվ հասկանանք ինչպես են գտնում 4-րդ բեմոլը։ Ուրեմն մի բեմոլից, եթե ամենամոտ բեմոլը, ուրեմն մի բեմոլի ամենամոտ բեմոլը ռե բեմոլն է։ Ուրեմն 4-րդ բեմոլը կլինի ռե բեմոլ։ Ահա, մի բեմոլից կվինտա ներքև են կառուցում 1, 2, 3, 4, 5, ստացվեց լա բեմոլ, 1 տոն, 1.5 տոն, 2.5 տոն, 3.5 տոն մաքուր կվինտա է։ Այ լա բեմոլ մաժորը կունենա 4 բեմոլ եւ 4-րդ բեմոլն էլ կլինի մի բեմոլի ամենամոտ բեմոլը։ Ուրեմն ռե բեմոլ։ Գրենք ռե բեմոլ։ Եվ լա մաժոր, լա բեմոլ, մաժոր։ Զուգահեռ տոնայնությունները գտնելու համար կրկին 1.5 տոն ներքև ենք իջնում։ Իսկ հիմա տեսնենք, որ տոնայնությունը կունենա 5 բեմոլ։ Ուրեմն լա բեմոլից կվինտա ներքև ենք կառուցում, բայց եկեք սկզբից գտնենք, որ նշանն է, որ բեմոլն է ավելանում։ Լա բեմոլից ամենամոտ բեմոլը դա սոլ բեմոլն է վիզուալ։ Ուրեմն մեր 5-րդ բեմոլը կլինի սոլ բեմոլ։ Հիմա տեսնենք, որ տոնայնությունը կունենա այս 5 բեմոլները։ 1, 2, 3, 4, 5։ Ռե բեմոլ է ստացվում 1 տոն, 1.5 տոն, 2.5 տոն, 3.5 տոն։ Մաքուր կվինտ է։ Ռե բեմոլ մաժորը կունենա 5 բեմոլ։ Սի բեմոլ, մի բեմոլ, լա բեմոլ եւ si bemol, mi bemol, la bemol, re bemol, sol. 5 բեմոլ։
ունի ռե բեմոլ մաժորը։ Եկեք այսպես գրեմ։ Դես դուր տեսնենք 6 բեմոլ որ տոնայնությունն ունի։ Ուրեմն ռե բեմոլի ամենամոտ բեմոլը որ բեմոլն է, հապա մի տեսեք, իհարկե դո բեմոլը, ոչ թե սի բեմոլ, այլ դո բեմոլ, իրենից մեկ աստիճան ներքև դո նոտան է, ուրեմն դո բեմոլը կստացվի։ Եկեք տեսնենք, որ տոնայնությունը ունի սի, մի, լա, ռե, սոլ, դո բեմոլները։ Ռե նոտայից կվինտա ներքև են կառուցում, 1, 2, 3, 4, 5, սոլ բեմոլ մաժոր։ Սոլ բեմոլ մաժորը կունենա այս 6 բեմոլները։ Գրենք, որ բեմոլն է ավելանում, դո բեմոլը իհարկե, հիշում եք, չէ, դո բեմոլը, և սոլ բեմոլ, բեմոլ մաժոր, մաժոր, իսկ հիմա տեսնենք 7 բեմոլ, որ տոնայնությունն ունի։ Սոլ բեմոլից կառուցում ենք 5 աստիճան ներքև, 2, 3, 4, 5, ստացում է դո, բայց սա մաքուր կվինտա չէ, ինչու, նայեք, 1 տոն, 2 տոն, 3 տոն, մեզ պետք է 3.5, ուրեմն ստացվեց դո բեմոլ, ոչ թե դո, այլ դո բեմոլ, դո բեմոլն էլ կունենա 7 բեմոլ, ուրեմն, դո բեմոլ մաժոր, ցես, դուր, դո բեմոլ մաժորը կունենա 7 բեմոլ։ Դո բեմոլ մաժորն էլ կունենա 7 բեմոլ։ Ահա մեր կվինտային շրջանը դիեզավոր և բեմոլավոր տոնայնությունների համար։ Իսկ ինչի է մեր կվինտային շրջանը կոչվում կվարտակվինտային շրջան։ Եկեք դա էլ բացահայտենք, ուրեմն կվարտակվինտային է կոչվում, քանի որ մենք, նայեք, դոից կվինտավերև ստացվում է սոլ և գտնում ենք սոլ մաժորի նշանը, ունի մեկ դիեզ, ֆա դիեզ, չէ, կեստոն ներքև։ Մենք կվարտա, եթե դո նոտայից կառուցենք, ստացվում է բեմոլավոր տոնայնությունները, ոչ թե դո նոտայից կվինտա ներքև են կառուցում, այլ դո նոտայից ուղղակի կվարտավերև են կառուցում, ստացվում է մեր նույն բեմոլավոր տոնայնությունները, օրինակ դոից կվարտավերև ստացվում է ֆա, ֆան մաժորը կունենա մեկ նշան, սի բեմոլ, ֆա նոտայից կվարտավերև ստացվում է սի բեմոլ, սի բեմոլ մաժորը կունենա 2 բեմոլ, սի բեմոլ և մի բեմոլ, սի բեմոլից կվարտավերև կստացվի մի բեմոլ մաժորը կունենա 3 բեմոլ, մի բեմոլից կվարտավերև ստացվում է լա բեմոլ, կունենա 4 բեմոլ և այդպես շարունակ։